Բուժկենտրոններում թոքաբորբի ախտանիշներով դիմելիությունը մեծանում է հատկապես աշնանն ու ձմռանը սուր շնչառական վարակների սեզոնին։ Ծնողը որպես կանոն բերում է երեխային բժշկի, որովհետև երեխան ունի ջերմություն, հազ, կարող են դիտվել այլ սիմպտոմներ, հեվոց ունենա երեխան, ցավ կրծքավանդակում, շնչառության դժվարություն, կարող են նաև ընդհանուր բնույթի նշաններ լինել, օրինակ ընդհանուր թուլություն, փսխումներ, նաև որովայնացավ։ Թոքաբորբի հարուցիչները տարբեր են, հիմնականում դիմում են վիրուսային եւ բակտերիալ թոքաբորբերով, ավելի ծանր ընթացք ունեն բակտերիալները։ Բժիշկը ընդգծում է, ժողովուրդը հաճախ շրջանառում է գաղտնի թոքաբորբ հասկացությունը, բայց իրականությունն այն է, որ թոքաբորբը ինչ-որ փուլում կլինիկորեն դրսևորվում է։ Հիվանդությունը ունի իր զարգացման ընթացքը եւ կարող է հիվանդության այո առաջին օրերին դեռ թոքաբորբի նշաններ չլինեն, լինի միայն վերին շնչուղիների վարակի նշաններ եւ դինամիկայում զարգանա թոքաբորբը, այնպես չի, որ եթե օրինակ մեկը հիվանդ է 5 օր եւ 5-րդ օրը ախտորոշվել է թոքաբորբ, ուրեմն դա առկա է եղել իր հիվանդության հենց առաջին օրվանից։ Դա կարող է զարգանալ ընթացքում։ Իսկ կախված ծանրությունից, թե մեղմ կընթանա, թե ավելի ծանր ընթացքով, շատ հարուցիչ կախյալ է։ Բժիշկ անեսթեզիոլոգը առավել ծանր դեպքերն է նշում։ Հիմնականում մենք հանդիպում ենք ծանր արտահիվանդանոցային թոքաբորբերին, որը որ մեր պրակտիկայում լինում է, եւ նրանց որոշակի տոկոսը նաև բացի թոքաբորբից արդեն ծանրացած է լինում վիճակը սեպսիսով, սեպտիկ շոկով կամ ծանր շնչառական անբավարարությամբ, որը պահանջում է մեխանիկական օտահարություն թոքերի վենտիլյացիա ապահովել, որոշակի տոկոսը նաև այդ հիվանդներն են։ Բակտերիալ թոքաբորբերի հիմնական հարուցիչը պնևմակոկն է, որի դեմ պատվաստում է կատարվում։ Խնդիրը հաճախ հանդիպում է հենց չպատվաստվածների մոտ։ Թոքաբորբով հիվանդանալու ռիսկի խմբում են հատկապես քրոնիկ հիվանդություններ ունեցողները։ Հիմնականում շաքարային դիաբետ ունեցող կամ ծանր թոքերի քրոնիկական հիվանդություններ ունեցող անհատները, երեխաներից նյարդամկանային հիվանդություններ ունեցող երեխաները, մանկական ուղեղային կաթվածով պալիկները, ռիսկի խմբի հիվանդները, ձեռքբերովի իմունային դեֆիցիտներով պոպուլյացիաները, պոստքիմիաթերապևտիկ հիվանդները, այսինքն կան ռիսկի խմբի հիվանդներ, ովքեր ավելի փխրուն են այդ սառումով, ավելի խոցելի են թոքաբորբերի զարգացման տեսանկյունից։ Մասնագետները հիշեցնում են, թոքերի առողջությունը կյանքի հիմնասյուներից է։ Հետամուտ չլինելու դեպքում անձը կարող է հայտնվել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում արհեստական շնչառության սարքով։ Թոքաբորբով հիվանդացության ռիսկը հնարավոր է կանխել նաև սեզոնային գրիպի դեմ պատվաստվելով։ Նարեկ Ոսկանյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։